Գյումրիում փոքր բիզնես հիմնած Արսեն Վարդանյանը ցանկանում էր քաղաքի ծայրամասում 13-րդ գոտում հողամաս գնել, բայց անակնկալի է եկել, երբ քաղաքապետարանից հայտնել են, որ աճուրդի կարգն է փոխվել։ Այսուհետ ոչ թե կադաստրային գինն է լինելու մեկնարկային արժեքը, այլ շուկայականը, որը կարող է մի քանի տասնյակ կամ հարյուրավոր անգամներ բարձր լինել։ Այն տարածքը, որտեղ ես նախկինում 13-րդ գոտի գնային առումով ձեռք բերելու ցանկություն ունեի, մոտավորապես 12.5 անգամ ավելի բարձր թիվ են ներկայացրել ինձ։ Ինչ կան, օրինակ, մեկ քառակուսի մետրը ինձ ներկայացվել է 25,000 դրամ։ Բայց ընդունված օրենք, որ համայնքային հողերի աճուրդներն արդեն պետք է շուկայական արժեքով անցկացվեն, դեռ չկա, թեև կառավարությունը դեռ հուլիսին էր մշակել այս փոփոխությունը։ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է, իրենք մարզպետարանից գրություն են ստացել եւ դրանով են առաջնորդվում։ Երբ հողամասերը ավելի քիչ արժեքով են օդարվում, հետո շուկայում այլ գներ են կորձում, դա ուղղակի միանգամից վնասի համայնքային բյուջեին։ Այսինքն դուրս է գալիս, որ այդ հողի գինը արժեր X ինչ-որ միավոր, բայց վաճառվել է X մինուս չգիտեմ ինչ միավոր։ Դրա համար կառավարությունը անդրադարձել է դրան եւ հանձնարարությունը եղել է մեր, արդեն որոշման նախագիծն ավելի պատրաստ է, որ պետք է մեկնարկային գինը լինի շուկայական արժեքին մոտավոր արժեքների մեջ։ Այս առաջարկությունը բոլոր համայնքներն են ստացել, բայց այն պարտադիր չէ, թերևս այն պատճառով, որ օրենքը դեռ չի ընդունվել։ Ամեն դեպքում Գյումրիի քաղաքապետարանում որոշել են, որ աճուրդների մեկնարկային գինը շուկայականով են սահմանվելու։ Մտավախություն ունեն, որ մի շարք քրեական գործերով անցնող համայնքապետերի պես իրենց էլ մի օր դատեն, եթե հողերն էժան գնով են օտարել։ Վերջին շրջանում մեր Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավարներից մեծ մասին, սկսած նախկիններից մինչև 2000-ական թվականներից մինչև միշտ հարցեր են տրվել, մեղադրանքներ են առաջադրվել, որ հողերը օտարվել են շուկայականից ավելի ցածր գներով։ Տարեսկզբին վարչապետ Փաշինյանն էր կառավարության նիստին հողերի աճուրդներին անդրադարձել, շեշտել, որ դրանք հիմնականում ձևական են։ Իրականում աճուրդը աճուրդ չի, իրականում դրա մասին գիտեն շատ նեղ թվով մարդիկ։ Այստեղ ֆունդամենտալ պրոբլեմն է դա, որ աճուրդների հիմնական հատվածը ֆիկտիվ են իրանք։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ հավելել էր, թե քրեական վարույթների մեծ մասը հողերի ձևական աճուրդների համար են հարուցված ու առաջարկել, որ շուկայական արժեքը սահմանվի մեկնարկային գին։ Եթե հանձնարարականն է ձևակերպվելու 3 կետ ավելացնել, անպայման աճուրդը շուկայական գնով եւ դա հնարավոր է որոշել։ Հողի շուկայական արժեքը կորոշի անկախ գնահատողը, գլխավոր ճարտարապետն ասում է, մրցույթով արդեն գնահատող կազմակերպությունն ընտրվել է ու առաջիկայում ավականին կսահմանի աճուրդով օտարվելիք հողամասերի մեկնարկային գինը։ Այսինքն այլևս հողամասի գոտիականությունը էական չի լինի, բայց արդյոք Գյումրիի ծայրամասում 1 քառակուսի մետրի համար 22-ից 25,000 դրամը բարձր գին չէ։ Շուկայական արժեքը տրված է, որպեսզի դա լինի մեկնարկային գինը, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ գնով պետք է վաճառվի։ Եթե չի կայանում, մենք վերանայում ենք։ Կա դասական աճուրդի մեթոդ է, որ գները կամացից կարող է իջնել։ Այսինքն վերջնական երբ ինչ գնով որ ծախվեց, վաճառվեց։ Այսինքն կոնկրետ այդ հողի գինը դա է։ Բայց Արսեն Վարդանյանի համար, որ գումար էր խնայել սեփական տունը կառուցելու համար, այլևս անիրատեսական է դառնում հող գնելը։ Կարծում է, գոնե փուլային տարբերակով էր պետք այս որոշումը առաջ տանել։ Ես կարծում եմ, որ այստեղ պետք է լինի անունը կարող ենք դնել փուլային, անունը կարող ենք դնել որոշակի խրախուսման մեխանիզմներով, բայց գոնե տրամաբանություն հուշում է, որ ցածր եկամուտներ ունեցող կամ միջին եկամուտ ունեցող մարդու համար պիտի հասանելի լինի Հայաստանի Հանրապետությունում որևէ բան ստեղծելը։ Ասում է, այլապես մի ամբողջ կարողություն է պետք, որ միայն հող գնես։ Ինքը գոնե իմ պատկերացումով դարձավ սարսափելի խոշոր խաղացողների համար արդեն դաշտ։ Այսինքն բիզնեսը մի կողմ տնենք, այսինքն մենակ բավական լուրջ կայացած ու գումար ունեցող մարդը այսուհետ իրավունք կունենա կամ հնարավորություն կունենա իրեն թույլ տա Գյումրիում հողատարածք ձեռք բերել։ Իսկ արդյոք կա տարբերակված մոտեցում տուն կառուցել ցանկացող քաղաքացու ու բիզնես շահ ունեցող կառուցապատողի միջև։ Չէ, նման բան չկա։
Անօթևանության խնդիրը տասնամյակներով չհաղթահարող Գյումրիում շատերն իրենց բնակարանային խնդրի լուծումը տեսնում են հենց իրենց տնակների տարածքում տուն կառուցելով։ Շուկայական արժեքով հողատարածք երկրորդային շուկայից գնելու փոխարեն թող համայնքապետարանից գնեն, ասում է Գասպարյանը։ Եթե մարդը հնարավորություն ունի տուն կառուցելու, ես չեմ կարծում, որ հողամասիկինը կարող է այդպիսի մեծ ազդեցություն ունենալ։ Պաշտոնյան հավելում է, հողը սահմանափակ ռեսուրս է։ Հողը աշխարհի ամենաթանկ բանն է։ Դա միակ բանն է, ոչ արտադրվող է, վերարտադրվող, ոչ բերովի է։ Դա սահմանափակ ռեսուրսներ ունի։